Բարև բոլորին, այսօր ես ձեզ ուզում եմ ցույց տալ մի հետաքրքիր գործիք, նշեմ ձեզ հետ Կարենն է, այս գործիքը ես պատրաստել եմ EBS ծրագրավորման լեզվով, սա S-Control համակարգի կառավարման վահանակ է, ահա գործարկեմ այն, օգնում է արագ օպտիմալացնել ձեր Windows-ի աշխատանքը եւ հետեւել համակարգչի վիճակում, ահա ինտերֆեյսի տեսքը, ինչպես տեսնում եք դիզայնը կատարված է ժամանակակից dark ոճով, վերևի հատվածում մենք իրական ժամանակահատվածում տեսնում ենք պրոցեսորի եւ օպերատիվ հիշողության RAM-ի ծանրաբեռվածությունը, ինչպես նաեւ C եւ D սկավառակների վիճակը, սա թույլ է տալիս միանգամից հասկանալ, թե համակարգիչը ինչու է դանդաղում, C-ն սիստեմային դիսկը, D-ն մեր հավելյալ դիսկը, որտեղ պահպանում ենք մեր նկարները, վիդեոները եւ այլն։ Անցնեմ գործիքներին, այստեղ USD rate կոճակը ցույց է տալիս դոլարի թարմ, այսպես ասեմ, փոխարժեքը դրամի նկատմամբ, հիմա սեղմեմ, որպեսզի մենք տեսնենք, ահա այս մասով, սա իհարկե ծրագրի սկզբնական տարբերակն է, հետագայում եթե այս տեսանյութը հավանաբար շատ լայքեր հավաքի, ես միգուցե այս ծրագրի կատելագործված տարբերակը արդեն թողարկեմ ոչ տրիալ տարբերակով, այստեղ ես կավելացնեմ առավելություններ, նոր ֆունկցիաներ, որպեսզի հնարավոր լինի հավելյալ կոճակով փակել այս կոճակը, ոչ թե այսպես ուղղակի փակել կոճակը եւ այլ նորամուծություններ եւ այսպես սա USB rate կոճակն է, որը ցույց է տալիս դոլարի ընթացիկ թարմ փոխարժեքը դրամի նկատմամբ, կատելոգործված տարբերակով այն կլինի, կարծում եմ ավելի ինտերակտիվ, Client Temp-ը մաքրում է համակարգի ժամանակավոր ֆայլերը, ինչպես ասում են, թեթևացնում է Windows-ը, GPU reset-ը ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է, եթե ձեր խաղը կախում է կամ էկրանը սառում է, այսպես ասացինք, սեղմում ենք այս կոճակը եւ տեսակարտի դրայվերը ակնթարթորեն վերագործարկվում է։ Chrome-ը գործարկում է մեր բրաուզերը, ընթացիկ եւ Notes-ը բլոկնոտն է, նոթերի համար գործարկում, հա ես սեղմեմ օրինակի համար, ահա այսպես, Reboot կոճակը վերագործարկում է մեր համակարգիչը եւ Shutdown կոճակը անջատում է մեր համակարգիչը։ Այս բանի ծրագիրը հասանելի է որպես free trial տարբերակ, ահա about մասում այդ մասին նշված է։ Եվ աշխատելու է մինչև 2027 թվականը։ Սա թեստային շրջան է իմ հետևորդների համար։ Ահա այս about բաժնում կարող եք տեղեկություն տեսնել իմ մասին, հակիրճ, իհարկե, ինչպես նաև ծրագրի մասին մի փոքր ինֆորմացիա։ Եթե, ինչպես ասացի, այս տեսանյութը համեմատաբար շատ լայքեր հավաքի, հնարավոր է ես 2027-ին արդեն թողարկեմ ավելի հզոր եւ նորացված տարբերակ։ Ամփոփելով տեսանյութը նշեմ, որ ծրագիրը հավաքված է 1 exe ֆայլի մեջ, դուք կարող եք այն ներբեռնել նկարագրության մեջ նշված հղումով, չմոռանաք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին, գրել մեկնաբանություն, թե ինչ ֆունկցիաներ կցանկանայիք տեսնել հաջորդ թարմացումների մեջ, որոնք կարծում եմ այնքան էլ շուտ չեն լինի, քանի որ դեռևս մշակման սկզբնական փուլում են գտնվում եւ այսքանը կարծում եմ ձեզ հետ Կարենն է, շնորհակալություն դիտման համար, միշտ նոր հանդիպում։